Արդեն 5-րդ տարին անընդմեջ գիրք նվիրելու օրվան ընթառաջ կազմակերպվում է կարդալով փառատոնը։ Երկու հագեցած օրերի ընթացքում անցկացվեցին գրական 18 միջոցառում, գրքերի շնորհանդեսներ, պանելային քննարկումներ, ինտելեկտուալ խաղեր, պոդքասթեր եւ թեմատիկ հանդիպումներ։ Փառատոնի ուղերձը մեկն է՝ ընթերցանությունը դարձնել հետաքրքիր ու գրավիչ բոլոր տարիքային խմբերի համար։ Մենք այս տարի ոչ միայն կարդալով գրքի փառատոն էր, այլ նաև կրթության փառատոն տեղի ունեցավ եւ կրթական կենտրոններ էին ներկայացված, մանկապարտեզից մինչև համալսարաններ, մարդիկ մոտենում էին, ծանոթանում էին դասընթացներին, առաջարկներին։ Փառատոնը արդեն ունի հավատարիմ մասնակիցներ, որոնք ամեն տարի գալիս են նոր գրքեր ձեռք բերելու, ժամանակակից հայ գրողների հետ հանդիպելու եւ ընթերցասեր ընկերներ գտնելու համար։ Նախաձեռնության հեղինակները ոգևորությամբ են նշում, որ դպրոցականներն այս տարի զգալի շատ էին։ Շատ հետաքրքիր մանկական գրքեր են ընտրել եւ գնացել եւ տեսնում ենք, թե ինչպես է երեխաների մեջ իսկապես սերմանվում կարդալու նկատմամբ սերը եւ ավելի երիտասարդները, պատանիները սիրում են ընթերցել արկածային գրականություն, գեղարվեստական գրականություն, դետեկտիվ գրականություն, իսկ ավելի հասուն մարդիկ ընտրում են գրքեր, որոնք միտված են ինքնազարգացմանը, հոգեբանության, բիզնեսի, վաճառքների, մարքեթինգի ոլորտում։ Վերջին 10 տարում ընթերցողների թիվը բազմապատկվել է, վստահեցնում է Լևոն Ստեփանյանը, եւ նման ցուցահանդես վաճառքները նրա խոսքով գրքի նկատմամբ աճող պահանջարկի պատասխանն են։ Ներկայացված են գրեթե հայկական բոլոր հրատարակչության գրքերը եւ մարդիկ հնարավորություն են բոլոր հրատարակչությունների գրքերը ձեռք բերել մեկ վայրից ու շատ մեծ զեղչերով 20-ից մինչև 100% ամեն երկու գիրք գնելու դեպքում երրորդը ստանում են նվեր։ Այս տարի փառատոնը աչքի ընկավ նաև թատերական ներկայացմամբ եւ համերգով։ Ծաղկանուշ Միրզոյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։